Բացարձակարժեք հաղորդման հյուրն էր երգիչ Կարեն Հակոբյանը, Star News-ը հետևեց հարցազրույցին։ Վերջին շրջանում համացանցում տարածվել էր Կարեն Հակոբյանի լուսանկարը եւ նշվել, որ երգիչը առողջական լուրջ խնդիրներ ունի։ Նա մեկնաբանեց. «Ես ոտքի վրա ինսուլտ էի տարել եւ չէի իմացել այդ մասին։ 6 ամիս մնացի այդպես տանը պառկած։ Մտածում էի հույս չունեմ ապրելու, այդ կարգավիճակի մեջ եմ եղել։ Այդ ընթացքում մարդիկ էլ տեսան, օգնեցին, շնորհակալ եմ բոլորից։ Աստված թող օրհնի բոլորին։ Գնացի հիվանդանոց, մի տարուց ավել տանջվեցի, բայց ոչինչ չօգնեց։ Ինձ միայն Աստված օգնեց։ Մերձավանում վերականգնողական կենտրոն կա, տարի ու կես մնացել եմ էնտեղ։ Միայն աղոթք ու գիրք կարդալ, ինձ Աստված բժշկեց։ Բժիշկները ասեցին ուշ ես եկել, մենք էլ ոչ մի բան չենք կարող անել, գնա դու քո կյանքը, ինչ կլինի կլինի։ Ես էլ հույսս Աստծո վրա դրած գնացի ու Աստված ոտքի հանեց»։ Քիչ չէին երգչի վատառողջ լինելու փաստը մեկնաբանողները։ Շատերը կարծում էին, որ հիվանդության պատճառը տարիներ առաջ տեղի ունեցած մահվան ելքով վեճն էր, որից հետո Կարեն Հակոբյանը 6 տարով ազատազրկվեց։ Ըստ իր, արդյոք միջադեպն ազդել էր առողջության վրա։ Այո, ազդել էր։ Դեպքը եղել է 2008 թվականին։ Պատահական վեճի պատճառով մարդ է մահացել։ Ես ցավում եմ դրա համար։ Էնպես չի, որ իմ սրտով է եղել կամ մտածված։ Դրանից հետո ես կալանք եմ կրել 6 տարի։ Ազատվելուց հետո նորից փորձեցի շարունակեմ եւ 3-ից 4 տեսահոլովակ նկարեցի։ Նշենք նաեւ, որ քիչ չեն եղել նաեւ երգչի առողջական վիճակից օգտվողները, ովքեր այդ փուլում փորձել են խարդախության միջոցով գումար հափշտակել։ Այս մասին երգիչը հոլովակ էր հրապարակել, որը առաջարկում ենք դիտել հաջորդիվ առանց մեկնաբանության։ Հայ ազգ, սիրով ողջունում եմ բոլորիդ եւ ուղղակի մի քիչ համ նեղված եմ, համ զայրացած եմ, ուղղակի դրա համար չէի կարող չասեի եւ ուզում եմ ձեր բոլորի հետ կիսվել թե իմ ցավը, թե իմ հիվանդությունները, թե իմ վիճակը, որովհետեւ դուք էլ իմ հետ եք քանի ամիսա իմ կողքը կանգնած եք, բայց ես ուզում եմ այսօր ուղղակի այս սայթերում տեսա, որ տեղադրված տարբեր սայթերից ամեն մեկը իր ուզած գումարա գրում, թե ես իմ մեկը գրում է $12,000, պետ մեկը չգիտեմ գրում է ես իմ ինչքան է պետք 5,000 է պետք, մեկը 2,000, բայց ով գիտի, ոչ մեկ էլ չգիտեն, թե ինձ ինչքան է գումար պետք։ Այսօր մենակ տեղյակ է իմ հետ, որ ինձ ինչքան գումար է պետք, Նիկաշոպ ընկերությունը որ կա, իր տնօրեններին եւ Նարեկը որ կան, իրանք են տեղյակ, որովհետեւ իրանք են այս 3 ամիսների ընթացքում, որ իմ կողքն են եղել, ու եթե իրանք, ասենց ասեմ, իրանցից բացի որ ինձ օգնել են, իրանց փոխանցել են, դա եղել են դրսից մարդիկ էլի, որ ես անունները չտամ, Նիկաշոպ ընկերությունը մինչև այսօր 1,5 միլիոն ինձ գումար է տվել, որ ես կարեցել եմ այդ բժիշկներին ու դեղորայքային իմ հիվանդությունները մինչև այսօր ստացել եմ, բայց այսօր արդեն էլի կանգնել ենք մենք փաստի առաջ, որ ես չեմ կարող մեր մնացած գումարները հասնեմ, իսկ ինչ վերաբերում է Սուպեր Սաքոին, Սուպեր Սաքոն ինձ ընդամենը ժողովուրդ ջան $500 գումար է տվել իր եկած առաջի օրը, ու նայից հետո ինքը ոչ մի բանով ինձ չի օգնել։ Ինքը իմ ընկերն է, ես ոչ դժգոհում եմ, ոչ էլ վատ բան եմ ասում, ուղղակի որ այդ լուրերը տարածվում է, որ Սուպեր Սաքոնը սաղ իրա ծախսերն անում, սաղ իրա խնդիրները լուծում, այդպես բան չկա։ Ու մեկ էլ տարոնն է, որ առաջինը տարոնը եկա, որ ինձ հասավ օգնության, մի անգամ $500 էլի տվեց, երկրորդ անգամ նորից $500 տվեց տարոնը։ Ես դրա համար անհատական չեմ ուզեցել բոլորի ոչ մեկի անունները որ շեշտեմ ասեմ, իսկ հիմա ստիպված եմ որ ասեմ։ Իսկ եթե հիմա ցանկություն կա, որ ինձ ուզում եք էլի օգնեք, որ ես ոտի կայնեմ, որովհետև ահագին մեծ գումարի հետ է կապված իմ խնդիրները, որովհետև այսօր ես խնդիրներ ունեմ ոչ թե մենակ գլխիս հետ կապված, այլ այս հետազոտությունների արդյունքում դուք բոլորդ էլ ես որ հիվանդանոցները որ եղել եմ, դուք տեսել եք թե Աստղիկ բժշկական կենտրոնում, թե Էրեբունի, թե Իզմելյան բժշկական կենտրոնում, բոլոր տեղերը հետազոտվել եմ ու նաև կատ է արվել, որ իմ խնդիրները իմ դիմածանոթայինի հետ է, որ չեմ կարող նույնիսկ նորմալ խոսամ, այս իմ խոսալու խոսակցականս որ փոխվել է այդ սաղ իմ դիմածանոթայինից խնդիրների հետ է, որ կիստաների առաջացած իմ դեմքիս հատվածում ու նաև դրա հետ միասին սրտիս հետ է
խնդիր առաջացար, որ պետք է զոնդավորում արվի ու չեմ ուզում ասեմ նորից աղիք հաստամոքսային մյուս հետև այդ հիվանդությունը սկսեց գլխիցս ու այդ ամիսների ընթացքում իմ այս ապրումների ու բոլոր այս իմ նորմալ ոչ սնվելու ոչ մի բանի վիճակով ես եկա անգահ այս վիճակի մեջ իսկ ինչ վերաբերում է այդ գումարի չափին գումարը մոտ $20,000 գումար է կազմում, որը եթե հաշվում եմ այսօր, որ այդ բժիշկները ինչ որ ասել են իմ հետ, որ պիտի արվի թե գլխից բուժմանը, թե զոնթավորմանը, թե դիմացնոտային վիրահատման հետ կապված լինի, թե իմ աղիք հաստամոքսային վիրահատություն պիտի արվի, աղիքներս պիտի վիրահատվի, այնտեղ ես անհատականի մեջ չեմ ուզում հիվանդությունների անունները տալ սայթով ասել, բայց եթե ցանկացողներ կան, որ ուզում եք ինձ օգնեք ժողովուրդ ջան, կապնվեք միայն Նիկա Շոփ ընկերության հետ, Նիկա Շոփը ես քանի որ ես չունեմ անձնական հաշվի համար, Նիկա Շոփը իր հաշվի համարը կտեղադրի ու այդ հաշվի համարով եթե ցանկություն ունեք, Աստված օրհնի ձեզ, եթե կցանկանաք ինձ օգնել, փոխանցեք այդ հաշվի համարին ու ձեր կապը թող լինի Նիկա Շոփ ընկերության տնօրեն Մերիի հետ, Նարեկի հետ, իրանց միջոցով այդ ամեն ինչը ինձ հասնում է ու իրանք են, որ մենք դարել ենք հարազատ մարդ այս 3 ամսվա ընթացքում արդեն ու իրանք այդ ամեն ինչը իմ համար սրտացավ ձևի իմ համար անում են։ Ես ուղղակի նոր նայելով նորից մի հատ վիդեո չէի կարող չխոսայի, չասեի այս ամեն ինչը, մի քիչ ավելի շատ նեղվեցի, ավելի շատ իմ մոտ այս ներվային ապրումներս ավելի սկսեց լարվել ու ուզում եմ ինձ ասեմ ավել պակաս կներեք ու եթե ընդ կան մարդիկ էլ որ էլի գրում են տանը նստած գումար աշխատում կամ ինչ-որ մի բան, ես նստած գումար չեմ աշխատում, ժողովուրդ ջան, ոնց էլ ինձ այսօր մեծ շոկով ոսկի էլ բերեն տան, ինձ ընդհանրապես պետք չի, ինձ պետք է մենակ առաջինը Աստված ինձ առողջություն տա, ես ոտի կանգնեմ, ես գումարի խնդիր չունեմ անձնական ոչ մի ծախսի համար, ոչ էլ ինձ գումարը դրա համար է հարկավոր, ես մենակ այդ գումարները այդ մասաղ բժիշկներին, դեղորայքին, իմ էթալկալում գիտեք ոչ մեքենա ունեմ, ոչ մի բան չունեմ, ես աղորա հիվանդանոցի դռները այդ տաքսիներով դուք էլ նա գիտեք արդեն պատկերացրեք աշտարակից Երևան ամբողջ օրը տաքսիներով հիվանդանոցներ, մյուս էլի մա չեմ նստուզում մնացած ուրիշ բաներ պատմեմ որ ինչ չունի, խոսքով չեմ էլ կարող երկար խոսամ, որ ասեմ մնացած ուրիշ բաները, մի խոսքով Աստված բոլորիդ պահապան լինի, շնորհակալ եմ էլի բոլորիցդ ու ուզում եմ ասեմ, որ իմացեք այդ ամեն ինչը տենց չի ուրիշ սայթերին, ուրիշ կայքերին մի հավատացեք, ուրիշները շատերը կուզենան իմ միջոցով գումար աշխատեն, բայց դա այդպես չի, ոչ մեկի մի հավատացեք, միայն ձեր փոխանցումները թող լինի Նիկա Շոփ ընկերությանը, որովհետև իրանք են մենակ իմ կողքը այսօր կանգնած, իրանք են ինձ օգնում, Աստված օրհնի բոլորիդ, շնորհակալ եմ